Ողջույն բոլորիդ, այսօր իմ ալիքում շերտավոր խմոր է լինելու, ուրեմն շերտավոր խմորը պատրաստելու եմ այս շերտով մարգարինով, խմորը պատրաստելուց հետո բաժանելու եմ 6 գնդի, այդ պատճառով այս 1 կիլոգրամ մարգարինից վերցնում եմ 250 գրամը, որպեսզի ավելացնեմ խմորի մեջ, իսկ այդ 6 չափաբաժինը արդեն գնդերի մեջ եմ դնելու։ Խմորը պատրաստելու ընթացքում երբեք սառնարան կամ սառցախցիկ չենք դնում, աշխատում ենք սեղանի վրա։ 1 լիտր գոլից մի քիչ տաք ջուր ենք վերցնում, ավելացնում ենք 2 թեյի գթալ կիտրոնի աղ, 2 թեյի գթալ աղ, 2 սուրճի բաժակ բուսայուղ ենք լցնում և 5 ձվի դեղնուց։ Սիրելիներս, այս մարգարինով արտակարգ խմոր է ստացվում, յուրաքանչյուր հատիկավոր, փաթեթավորված մարգարինից էլ լավ է ստացվում, ինքը մի տեսակ չոր է, չի հալվում և խմորը բավականին շերտերով ու բարձր կայուն խմորեղեն է ստացվում այս մարգարինից։ Լինում է արկղներով, արկղների մեջ արդեն 2 կիլոգրամանոց այսպես լիստերով է դասավորված, պետք է ինքներդ մոտենաք խանութ, այդ բաժնում հարցնեք, որ սլոյկա մարգարին եք ուզում, շերտով մարգարինն եք ուզում։ Այսպես սիրելիներս, այս ջրիկ մասսան խառնեցինք, հիմա ամանի մեջ պետք է մաղեմ 2 կիլոգրամ ալյուր։ Նախ ալյուրը մաղում ենք, որպեսզի ավելորդ բաներ չլինեն մեջը, երկրորդն էլ թթվածին է շնչում, թթվածնով հագենում է և խմորը ավելի լավ է ստացվում։ 2 կիլո մաղեցի, հիմա փոս եմ անում, այս փոսի մեջ դնում եմ 250 գրամ մարգարինը, մարգարինը սառը չէ և ոչ էլ հալված է, ինքը ինչքան էլ թողես չի հալվում, բայց փափկում է։ Ու այսպես քիչ-քիչ տրորելով այս մեջտեղի հատվածում, քիչ-քիչ ավելացնելով նաև հեղուկ զանգվածը, մարգարինը տրորելով միատարր ենք անում ալյուրի հետ։ Չենք շտապում, մեր համար տրորում ենք, մինչև կհունցենք էլաստիկ, փափուկ խմոր։ Սիրելիներս, իմ ալիքում ունեմ պապկա, ռուսերենով playlist, որտեղ բավականին շատ շերտավոր խմորով և խմորեղեններ ունեմ և հենց խմորի պատրաստման եղանակներ ունեմ, կարող եք մտնել, դիտել, թեպետ այս տեսանյութի ներքևում ամբողջական այդ պապկան կդնեմ, լինքը կդնեմ հղումը, որպեսզի հեշտ գտնեք և դիտեք։ Տեսեք ինչքան փափուկ է, ձեռքերին չկպչող խմոր է ստացվում և էլաստիկությունը նայեք, ես դեռ շատ չեմ էլ տրորում, որովհետև դրա կարիքը չկա, ոչ էլ սեղանին եմ ծեծում, հիմա սա այսպես ծածկում եմ և թողնում եմ 30 րոպե։ Ահա սիրելիներս, 30 րոպեն անցել է, խմորս լավ հանգստացել է, հիմա պետք է բաժանեմ մասերի։ Աչքաչափով մասերի բաժանած խմորը հնարավոր է մի քիչ մեծուփոքր գա և յուրաքանչյուրի մեջ, երբ որ մարգարինը դնեք, մեկի մեջ ստացվի մի քիչ, մյուսի մեջ մի քիչ շատ և թխելուց խմորը մեկի մեջ եթե շատ է մարգարինը չթողնի, որ բարձրանա, յուղը դուրս տա ու մնա, որի մեջ էլ որ քիչ է, միգուցե ուժը չպատի, որ բարձրանա, դրա համար աշխատեք կշեռքով աշխատել։
Գնդերը նույնպես պետք է սեղանի վրա մի փոքր հանգստանան, որպեսզի ձիգ չլինի խմորը։ Մի 20 րոպե, 30 րոպե, դրանից հետո այսպես իմ նման խմորը մի քիչ սեղմելով լայնացնում ենք, բացում ենք պիցցայի խմորի նման, դնում ենք մի կտոր մարգարինը, այստեղ ինձ մոտ 570 գրամ յուրաքանչյուրին բաժին է հասել խմոր և 130 գրամ մարգարին կամ 120 գրամ։ Դնում ենք, այսպես ծալում ենք վրան և թողնում ենք նորից հանգստանա։ Պարտադիր գնդերը պետք է ծածկել կպչուն տոպրակներով կամ ցելոֆանով, որպեսզի կեղև չկապի, շատ արագ կեղև է կապում, մանավանդ եթե տանը ջերմաստիճանը բարձր է լինում։ Գնդերը բացում եմ առաջին անգամ, սա առաջին անգամ եմ բացում։ Տեսեք, արդեն փուչիկները երևում են, ինքը հենց սկզբից էլ փուչիկներ ունենում է, բայց չի նշանակում հենց սկզբից էլ պատրաստ է խմորը, ուղղակի փուչիկները վկայում են խմորի որակի մասին։ Ինչքան բարակ ու մեծ բացեք, այդքան շերտերը առատ է լինելու։ Պտույտը շատ է լինելու ծալելու և շերտերն էլ հենց կախված են այդ պտույտներից։ Իմ կարծիքով յուրաքանչյուր շերտավոր խմոր, ինչպես ուզենք այդպես կծալենք, ծրարաձև, ուղղանկյունաձև, հետո նորից վրան ծալենք կամ այսպես ռուլետաձև փաթաթենք, կարծում եմ ծալելու ընթացքը խմորի բաղադրության հետ կապ չունի։ Գիտեք, խմորներ կա, երբ պահանջում է մի քանի անգամ ծեծել, դա ինձ թվում է սառը կարագով կամ քերվող կարագով նման խմորների դեպքում է, որպեսզի այդ հարվածից խմորը ավելի էլաստիկ դառնա, բայց եթե նմանատիպ խմորներ են փափուկ կարագով, գոլ ջրով, ինձ թվում է այդ ծեծելն ու չգիտեմ փաթաթելու ձևը կարևոր չի։ Վերջ, առաջին անգամ բացեցի, փակեցի, հիմա թողնում եմ, ծածկում եմ, թողնում եմ 20-ից 30 րոպե հանգստանա, միգուցե 50 րոպե։ Լինում է ժամանակ, երբ գործ եմ անում, վերջացնում, հետո նոր գալիս եմ, բացում, փակում եմ, այնպես չի, որ լարված, պետք է ժամացույցին նայենք ու խմորը բացենք։ Այստեղ շեշտվում է խմորը 30 րոպե թողել հանգստանա, բացել, որպեսզի հասկանանք, որ կարճ ժամանակում է խմորը պատրաստվում, հաշված 2 ժամ, 2 ժամուկեսում խմորը կարելի է արդեն ստանալ և անմիջապես հետո էլ կարող ենք այս խմորը թխել։ Բայց եթե գործեր ունեք, մի քիչ կերկարի բացելու ընթացքը, դրանից չի փչանում խմորը։ Ահա, սա էլ երկրորդ անգամը բացեցինք։ Հիմա երրորդ անգամն եմ բացում, քանի որ խոհանոցում այդ սեղանի վրա մի քիչ դժվար էր աշխատելը, ես էլ այդ գորգի հետ չեմ հաշտվում, որոշեցի վերջին բացելը, որ իմանամ սենց հաստատ մի լավ բացել եմ, բերեցի այս սեղանի վրա աշխատեմ, դե Նարեկն էլ արդեն խմորն ուզել է, Էմուլիկիս փոխարինողն է, տատիկ ասում ա տուր ես էլ պատրաստ եմ, դե տվել եմ զբաղվում ա։ Հիմա ինչքան մեծ բացենք, վերջին փաթաթելն է, շերտերը շատ մանր կլինեն և հանգստանալու ընթացքում հենց այդպիսի մանր շերտերով էլ խմորեղենը առատ շերտերով էլ կբացվի։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք, իմ ալիքում էիք, դիտում էիք իմ պատրաստած խմորը, կհանդիպենք հաջորդ նոր վլոգներում ավելի հետաքրքիր տեսանյութերով։